Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, բարի երկուշաբթի բոլորին։ Այսօր ապրիլի 7-ն է Մայրության և գեղեցկության օրը, որը համադրում է թե ազգային, թե եկեղեցական ավանդույթները։ Այսօրը ոչ միայն մոր և կնոջ գեղեցկության ու նվիրումի տոնն է, այլև սիրո, հոգատարության և ջերմության խորհրդանիշ։ Ապրիլի 7-ը կապված է քրիստոնեական ավանդույթի հետ։ Այդ օրը հայ առաքելական եկեղեցի նշում է Մարիամի ավետման տոնը։ Երբ հրեշտակ Գաբրիելը ավետում է Մարիամին Քրիստոսի ծնունդը։ Այս կարևոր իրադարձությունը խորհրդանշում է մայրության և աստվածային օրհնության սկիզբը։ Սակայն ժամանակի ընթացքում տոնը ավելի է ընդլայնվել և արդեն խորհրդային տարիներից ի վեր Հայաստանում այն նշվում է որպես կանանց և մայրության տոն, ընդգծելով կնոջ դերը հասարակության մեջ։ Այսօրը ես ոչ միայն շնորհավորում եմ մայրերին, այլև բոլոր աղջիկներին և կանանց, քանի որ յուրաքանչյուրիս մեջ ապրում է այդ սերն ու լույսը։ Թող մենք միշտ լինենք ուժեղ, սիրող ու երազող։ Այսօր մենք շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու թեմայի շուրջ նվիրված կնոջը և աղջիկներին և խոսելու ենք մանկաբարձ գինեկոլոգի հետ, շատ հետաքրքիր հարցեր են քննարկելու, իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք և ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ և այս յուրահատուկ օրվա հետ կապված ցանկանում եմ այսօր խոսենք այն կարևոր հարցերի մասին, որոնք վերաբերվում են հղիությանը, ծննդաբերությանը, հետծննդաբերությանը և նորածնային խնամքին։ Իսկ այդ մասին միասին կխոսենք Աբովյանի ծննդատան մանկաբարձ գինեկոլոգ Լուսինե Հովսեփյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերք ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր կանանց մայրերի ապրիլի 7-ը։ Ցանկանում եմ, որ այն տիեզերական եւ գերբնական էներգիան, որոնք որ ունեն իրենց մեջ, թող ճիշտ օգտագործեն։ Թող կանայք լինեն մի փոքր էգոիստ, սիրեն իրենց ամենակարևորը, հետո նոր մնացածը եւ մնացածին։ Ինչպես նշեցիք, հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրը եւ այսօրը հռչակվել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օր։ Շնորհավոր ձեր տոնը, օրհնյալ մայրեր, սիրելի մայրեր եւ գեղեցիկ մայրեր։ Իսկ մինչ բուն թեմային անցնելը հետաքրքիր է, ես այդ հարցը տալիս եմ յուրաքանչյուր հյուրի, ինչպես է սկսվում սովորաբար ձեր առավոտները։ Առավոտը սկսվում է մի բաժակ ջրով, ինչպես բոլորի մոտ, եւ աշխատանքի վայրում ժամը 9-ից։ Ես քանի որ շատ եմ սիրում իմ պացիենտներին, իմ հղիներին, աշխատանքի վայրում լինելով արդեն անհամբեր սպասում եմ իրենց այցին։ Իհարկե, ցանկալի է, որ մեր աղջիկները, կանայք, մայրերը լինեն առողջ, սակայն իրավիճակներ են ստեղծվում, երբ որ բժշկի դիմելու անհրաժեշտություն է լինում, հետևաբար ես միշտ պատրաստ եմ լինում իրենց օգնելու, աջակցելու, առհասարակ իմ խորհուրդները տալու։ Շատ լավ, իսկ ինչպես պետք է կինը ճիշտ պատրաստվի հղիությանը, ծննդաբերությանը եւ ֆիզիկապես եւ հոգեբանորեն։ Այդ ամենը պետք է տեղի ունենա նախքան պլանավորել հղիությունը, հղի կինը, то есть կինը պետք է իրեն հարց տա, արդյոք ինքը պատրաստ է այդ ընթացքին, արդյոք ինքը պատրաստ է կրելու այդ բազմաշնոր հղիությունը, որը որ սպասվում է իրեն, չէ որ լույս աշխարհ է գալու նոր մարդ, այսինքն այն ինչը որ ինքը կրելու է իր ներսում, իր մեջ, ինքը արդեն ի ցույց տալու է ամբողջ աշխարհին, այսպես ասած, ինքը պետք է իրեն հարց տա, արդյոք պատրաստ է դրան։ Ծննդաբերությանը, հղիությանը նախապատրաստելուց առաջ անհրաժեշտ է դիմել մի շարք հետազոտությունների, բնականաբար, սա արդեն զուտ մասնագիտական հետազոտությունները անցնելով եւ բնականաբար բժշկի խորհուրդները ստանալով կինը ունենում այդ ինֆորմացիան, որ ինքը արդեն պատրաստ է մայրանալու, որովհետև հղիության ժամանակ կան մի քանի ռիսկի խմբեր, այսինքն հղի կինը կարող է գտնվել ռիսկի խմբում, ինքը բարդ եւ հետեւաբար բարձ։ Ցանկացած կին, անգամ եթե չունի հիվանդություններ, անգամ եթե չկան հղիությանը խանգարող որևիցե բարդություններ, ինքը միևնույն է դասվում է ցածր ռիսկի հղիների շարքում, որովհետև հղիության ժամանակ կարող են առաջանալ անկանխատեսելի երևույթներ, որոնք կարող են լուրջ վտանգ սպառնալ եւ հղի կնոջը եւ երեխային։
Նշեցիք ռիսկի խմբով ցածր կամ բարձր կարող մի քանի օրինակ նշել, օրինակ ինչ ռիսկի գործոններ կարող են ազդել։ Բարձր ռիսկի խմբերում կարող ենք դասել այն հղիներին, ովքեր ունեն ճնշման հետ կապված խնդիրներ, արյունահոսության ռիսկեր, հիվանդություններ, որոնք կարող են խանգարել հղիանալուն, սրտային պաթոլոգիաներ, շաքարային դիաբետով հղիներ, թերսնուցված հղիներ լինում են այդպիսի, որոնք որ հղիության ժամանակ կարող են խնդիրներ առաջացնել իրենց։ Ցածր ռիսկի խմբերում հետևաբար ավելի թեթև հիվանդությունները, որոնք ճիշտ է կարող են խանգարել միևնույն ժամանակ, բայց կազմակերպված այդ ճիշտ մոտեցումները եւ ճիշտ միջոցառումները հաղթահարելի են այդ ընթացքի ժամանակ։ Այսինքն, եթե ժամանակին խորհրդակցեն բժիշկի մոտ, այդ խնդիրները կարող են կանխարգելել։ Իհարկե, միանշանակ։ Բարձր ռիսկի խմբի հղիները իրանք անցնում են բոլոր մասնագետների մոտ իրենց կոնսուլտացիաները, հետևաբար շատ ավելի հեշտ է աշխատել իրենց հետ, քան ցածր ռիսկի խմբի հղիները, որոնք որ արտաքինից չունեն ոչ մի նշան, չունեն ոչ մի գանգատ, ոչ մի խանգարող հանգամանք, բայց հղիության ժամանակ կարող է առաջանալ այդ բարդությունը ու արդեն հարց է առաջանում, ինչու, որովհետև ես նախքան հղիությունը չունեի նմանատիպ խնդիրներ, ինչի առաջացավ, ինչի էսպես, բուժաշխատողը պետքա պատրաստ լինի բոլոր հարցերի պատասխանելու։ Այն նշեցիք անալիզներ, հետազոտություններ։ Հղիության ընթացքում որ անալիզներն ու հետազոտություններն են ամենակարևորը եւ ամենաանհրաժեշտը։ Հղիության ժամանակ, ինչպես գիտենք, եռամսյակային հետազոտություններ գոյություն ունեն, այսինքն հղիկինը ընդունվեց անմիջապես, երբ որ ընդունվում է հիվանդանոց, գինեկոլոգի կոնսուլտացիա, առաջնահերթ պետք է մենք հաստատենք հղիության փաստը։ Դա կատարվում է սոնոգրաֆիկ հետազոտությունով, պետք է հասկանանք, արդյոք ունենք զարգացող հղիություն, արդյոք ունենք սրտի բաբաղ եւ հետեւաբար արդեն դրանից ելնելով հղիկինը կանգնում է հաշվառման իր ընտրած մասնագետի մոտ, անցնում է բոլոր հետազոտությունները, ինչով որ ցուցված է հղիներին, սկսած արյան անալիզից, վարակիչ եւ քրոնիկ հիվանդությունների հայտնաբերում, կոագուլոգրամմա, բիոքիմիական անալիզ եւ այդ ամեն ինչը արդեն բժշկի ցուցումով ցանկացած հղի ստանում է այդ անհրաժեշտ անալիզների պատասխանները, հանձնում անալիզները, հետագայում դրանից ելնելով գոյություն ունեն հղիության սկրինինգներ, որը որ հղին պարտադիր պետք է անցնի։ Առաջի եռամսյակի սկրինինգ, երկրորդ եռամսյակի եւ երրորդ։ Առաջի եռամսյակային սկրինինգը կատարվում է 11-ից 14 շաբաթականում, շատ կարևոր սկրինինգ է, անհրաժեշտ այն բաց չթողնել, որովհետեւ այդ ընթացքում հնարավորություն է լինում ստանալ տեղեկատվություն զարգացման արատների, ինչպիսին է Դաունի համախտանիշը, արդյոք տվյալ պտուղը ունի բոլոր այն օրգան համակարգերը, որը այդ ժամկետում երևում է, ստանա ինֆորմացիա, ունենա տեղեկատվություն, ինչպես է զարգանում իր բալիկը։ Մենք նաև ցույց ենք տալիս սոնոգրաֆիկ կատարելիս էկրանին շատ լավ երևում է ամեն ինչը ու հղիները տեսնելով արդեն իրենց մեջ ոգևորություն է առաջանում ու ընթացքում իրենք արդեն պատկերացնում են թե ինչ տեսք ունի իրենց բալիկը։ Անալիզներից բացի, սոնոգրաֆիկ հետազոտություններից բացի կատարվում է գենետիկական հաշվարկը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերելու արդյոք երեխայի մոտ կա զարգացման արատներ, արդյոք երեխան առողջ է մեծանում։ Այդ անցումը կատարելուց հետո բնականաբար ամեն այցի ժամանակ հսկվում է հղին, դա նախա այդ ծննդաբերական խնամք հասկացողությունն է։ Նախածննդաբերական խնամքը դա հետևողական անհրաժեշտ հսկումն է հղի ընթացքում, ողջ հղիության ընթացքում հայտնաբերելու որևիցե խնդիրներ, հղի զարգացումը հետևելու, ինչպես նաև հղին պատրաստելու ծննդաբերությանը եւ նորածնի լույս աշխարհ գալուն բնականաբար։ Այդ հետ ծննդաբերական խնամքի մասին երբ որ խոսում ենք, նաև կարևոր է ինձ թվում է սոնունդը, ինչ է անհրաժեշտ հղիներին ուտել եւ ինչ պետք է հակացուցված է, ինչ պետք է չօգտագործեն։ Ծննդաբերության նախապատրաստելու ընթացքում բնականաբար հետևողական են լինում հղիներին հասկանալու ինչ սննդակարգ են օգտագործում նրանք։
հղին պետք է ստանա աջակցությունը ոչ միայն ընտանիքից, այսինքն ընտանիքի անդամները կարծում եմ պետք է նույնպես հետևեն սննդակարգին, առողջ սնվելուն, ինչպես նաև հմուտ բուժառուների, այսինքն բնականաբար բժիշկների կողմից ստանում այդ բոլոր ինֆորմացիան։ Ճիշտ սննդակարգը ներառում է վիտամիններով հարուստ սնունդ, հեղուկներ բնականաբար մեծ քանակությամբ, մեկ հարցնում են կարելի է արագ սնունդ օգտագործել թե ոչ, ես կատեգորիկ չեմ արգելում, որովհետև ինչքան էլ հղին ուզում է այդ արագ սնունդ օգտագործել, իր մոտ հոգեբանական ինչ որ փաստ է առաջանում ու ասում եմ լավ, եթե ցանկանում եք մի փոքր կարելի է, բայց միաժամանակ խորհուրդ եմ տալիս ճիշտ սնվել, վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել, դե կարծում եմ իրանք պետք է գիտակցեն։ Նաև արդեն երբ որ գալիս է հերթը ծննդաբերությանը, որոնք են բնականոն ճանապարհով ծննդաբերության առավելությունները, երբ է արդեն ցուցված կեսարյան հատում։ Մենք գինեկոլոգներս սիրում ենք բնական ճանապարհով ծննդաբերություն եւ միաժամանակ փորձում ենք հոգեբանորեն բացատրել։ Գոյություն ունի մայրության դպրոց, մեր ծննդատանը անցկացում են մայրության դպրոց, որտեղ մեր բժիշկները, հմուտ բժիշկները տալիս են բոլոր ինֆորմացիան կապված ծննդաբերության ընթացքի, նախածննդաբերական, հետո ծննդաբերության ընթացքին եւ հետծննդյան շրջանի վերաբերյալ։ Բնական ծննդաբերությունը դա Աստծո կողմից, բնության կողմից տված շնորհ է եւ եթե Աստված գտել է, որ կինը պետք է անցնի այդ ճանապարհը, ուրեմն ինքը կարող է։ Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ բնականոն ճանապարհով ծննդաբերությունը գրեթե անհնար է, բնականաբար դիմում ենք արդեն վիրահատական միջամտություններին։ Գոյություն ունի բացարձակ եւ հարաբերական վիրահատական միջամտություն, դա հենց կեսարյան հատումն է, այսինքն կատարված միջոցառումները եւ բժիշկների հետ բնականաբար կոնսիլիում հրավիրելը հնարավորություն է տալիս արդեն հասկանալու, որ կինը կարող է ծննդաբերել բնական ճանապարհով թե կեսարյան հատման։ Եթե գտնում ենք, որ հնարավոր չէ այդ փաստը, բնականաբար գնում է կեսարյան հատման։ Կան բացարձակ ցուցումներ, ինչպես նշեցի, որ առանց քննարկվելու, առանց ինչ-որ համապատասխան միջոցառումներ իրականացվելու, կինը միանգամից գնում է կեսարյան հատման։ Օրինակ դա որ դեպքում կարող է լինել։ Դա կարող է կապված լինել տեսողության հետ կապված, եթե կինը ունի տեսողության խնդիր, բնականաբար ակնամուժի կոնսուլտացիա է դիմում, եւ եթե կա լուրջ աչքերի տեսողությանը սպառնացող որևիցե վտանգ, գնում է կեսարյան հատման։ Պտղի սրտային խնդիրներով կապված, այսինքն եթե մայրը ունի սրտային հիվանդություններ, որի ժամանակ եւս անհնար է բնական ճանապարհով ծննդաբերությունը, գնում ենք կեսարյան հատման։ Երեխայի դիրքի հետ կապված խնդիրները, ճնշման հետ կապված, երբ որ անհրաժեշտություն է լինում արդեն շտապ կատարել կեսարյան հատում, ելնելով մոր կյանքի եւ արդեն պտղին սպառնացող իրավիճակներից։ Իսկ լինում է դեպք, երբ որ չկա բժշկի ցուցում, ուղղակի հղին այդպես է ցանկանում։ Շատ լինում են այդպիսի դեպքեր, դա գալիս է, կարելի ասել բժշկական սխալ է, որը թույլ են տալիս բժիշկները արդեն, այսինքն իրենք հենց հղիության ամենասկզբից չեն կարողանում հոգեբանորեն ազդել պացիենտի հղիի վրա եւ եթե կան հղի մոտ ծննդաբերական այդ վախերը, որոնք որ կողքից լսելով դե տարբեր հղիների մոտ տարբեր է, չի կարող մեկի մոտ լինել նույնը եւ մյուսի մոտ նույնը եւ այդ սխալ ինֆորմացիան մեկը մյուսի տարածելով արդեն հղիների մոտ այդ վախը ծննդաբերական բերում է նրան, որ չի ուզում ինքը ծննդաբերել բնական ճանապարհով եւ հավատացեք, եթե արդեն ինքը բլոկավորել է իր մոտ այդ ինֆորմացիան, եթե անգամ ինքը ծննդաբերի բնական ճանապարհով, միևնույն է գնալու է կեսարյան։ Ինքը արդեն իր մեջ ներառել է այդ ինֆորմացիան, որ ինքը պետք է ունենա կեսարյան հատման։ Մենք ինչքան էլ համոզենք, որ չէ, բնական ճանապարհով դա օգուտ է եւ օրգանիզմի եւ պտղի համար, միևնույն է ինքը մնում է իր Իսկ ձեր կարծիքով ինչից է գալիս այդ վախը։ Վախը գալիս է սխալ տեղեկություն ունենալուց, սխալ ինֆորմացիա կարդալուց, սխալ ինֆորմացիա ստանալուց, կողքիններից։ Բժիշկը պետք է կարողանա մաքսիմալ այդ ինֆորմացիան տալ հղին, միասին խոսել,
զրուցել եւ հենց այդ ծննդաբերության նախապատրաստվելը, հա, այդ ծննդաբերական խնամքը ինքը շատ կարեւոր է բուժաշխատողի եւ հղի միջև այդ փոխներգործությունը, փոխհարաբերությունը, որի ժամանակ հղին սովորում է, քննարկում են միասին այն դրույթներն ու վարքագծային կանոնները, որոնք որ շատ լավ անդրադառնում են հղի վրա, ծննդաբերության վրա, մայրանալու եւ նորածնի լույս աշխարհ գալու վրա։ Այդ միջանձնային կապը շատ կարեւոր է, որը որ ցավոք սրտի դեռ մենք չենք կարողանում ամբողջությամբ մատուցել հղիների, այսինքն դա մեր սխալն է։ Իսկ տարիքը որքանով է ազդում հղիության եւ ծննդաբերության վրա եւ որքան հասուն է տարիքով կինը, որքանով է վտանգավոր, արդեն կա վիժման վտանգ։ Տարիքայինը այսպես կարելի է բացատրել, ինչքան երիտասարդ է մայրիկը, այնքան ավելի հեշտ է եւ ավելի հարթ է ընթանում այդ ամեն ինչը եւ հետեւաբար ինչքան մեծ տարիքի է, այնքան խնդիրների առաջացումը, այնքան բարդությունների առաջացման ռիսկը մեծ է։ Տարիքային շեմը հստակ գրքային որպես ես կարող եմ նշել, բայց բնականաբար դա շատ հարաբերական է։ Կան երիտասարդ հիմա շատ հղիներ, որոնք որ ունեն այնպիսի բարդություններ, այնպիսի խնդիրներ, որոնք մեծ տարիքում հղիացող կինը չի ունենում, այսինքն դա շատ հարաբերական է։ Միակ փաստը, որ կարող եմ նշել, մեծ տարիքում ռիսկերը զարգացման արատներով, վիժումներով, սպառնացող վաղաժամ ծննդաբերություններով մեծ է։ Բնականաբար, ինչքան երիտասարդ է մայրիկը, այնքան դա ավելի թեթև է ընթանում։ Իսկ ծննդաբերությունից հետո որքան ժամանակ անց է արդեն անհրաժեշտ կամ պետք պլանավորել հաջորդ հղիությունը։ Եթե ծննդաբերությունը տեղի է ունեցել բնական ճանապարհով ծննդաբերությունից հետո եւս դա շատ ինդիվիդուալ է, որովհետեւ կան գալիս են 1 տարի անց կամ 2 տարի անց նորից հղի վիճակում անգամ 6 ամիս ծննդաբերությունից հետո, երբ որ արդեն դաշտանային ցիկլը վերականգնվել է եւ հղիություն ունենալու հավանականությունը մեծ է լինում, գալիս են հղի վիճակում, դե բնականաբար մենք բացատրում ենք ռիսկերը կապված հղիության, ծննդաբերության եւ այդ բարդությունները ամեն ինչը բացատրվում է իրենց։ Կեսարյան հատումներից հետո ցանկալի է մաքսիմում գոնե 2 տարի չպլանավորի հղիություն, որովհետև դա վիրահատություն է, այնտեղ կա հետվիրահատական սպի, որի պատրվելու հավանականությունը մեծ է, այսինքն եւս բարդություններ առաջանալու հավանականությունը մեծ է։ Իսկ եթե կինը առաջին երեխան ունեցել է կեսարյան հատումով, կարող է երկրորդը ունենալ բնական ճանապարհով, թե նորից պետք է կեսարյան լինի։ Դա կապված է սպիի վիճակից, այսինքն մենք գնահատելով սպիի հաստությունը, տեղակայումը, արդյոք ունենք անբավարարություն եւ այլն, հղին տեղեկություն է տրվում այն մասին, որ կեսարյան հատումներից հետո արգանդի պատրվելու հավանականությունը մեծ է։ Հետևաբար ցանկալի է, որ երկրորդ, երրորդ կամ ինչքան որ թվով հղիություններ կան, ավարտել կեսարյան հատման ճանապարհով։ Սակայն 21-րդ դարում, օրինակ եվրոպական կամ ռուսական հիվանդանոցներում, առհասարակ իրանց դպրոցներում կեսարյան հատումով ծննդաբերությունները կարող են ավարտվել բնական ճանապարհով, բնականաբար հղին տեղեկացված է լինում այդ բարդությունների մասին բժշկի կողմից, որ կարան զարգանան հենց անմիջապես ծննդաբերության ժամանակ, վտանգ սպառնալով երեխային, ինչպես նաև։ Եվ խոսենք ֆիզիկական ակտիվությունից, որքանով է կարևոր ֆիզիկական ակտիվություն հղիության ընթացքում եւ արդեն հղիությունից հետո, ծննդաբերությունից հետո։ Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր հանգամանք է, որովհետև հղիության ընթացքում այդ հորմոնալ կառույցը, որը որ լինում է, եւ այն կարող է անդրադառնալ արտաքինից, այսպես ասած, թող վիրավորական չհնչի, բայց մեր հղիները ունենում են ֆիզիոլոգիական փոփոխություններ, քաշի հետ կապված, հոգեբանականներ աշխարհի հետ կապված։ Ֆիզիկական ակտիվությունը այն հանգամանքն է, որ հղին տալիս է դրական հույզեր, դրական էմոցիաներ, թեթևություն, այսինքն այդ ակտիվությունից ելնելով հղին իրեն թեթև է զգում եւ հետեւաբար այդ ընթացքը հղիության եւ ծննդաբերության ավելի հարթ եւ ավելի թեթև է տեղի ունենում։ Ծննդաբերությունից հետո արդեն երբ որ օրգանիզմը
ենթարկվել է մի շարք փոփոխությունների, արդեն մենք պետք է հետ բերենք, չէ՞, իրեն իր նախկին կառուցվածքին, նախկին այդ ամեն վիճակին հղիներին մենք ծննդկաներին տալիս ենք այդ ինֆորմացիան կապված ֆիզիկական ակտիվության, ինչ պետք է անընդհատ շարժման մեջ լինեն, դուրս գան մաքուր օդի, ոչ թե առավոտից երեկո նստեն տանը ու պատկերացնեն, որ իրենք հղի են, ուրեմն վերջ իրենց ոչինչ չի կարելի։ Հղիությունը դա հիվանդություն չէ, հղիությունը դա տեզերական, դա հրաշք է, որը որ պետք է պարզապես 9-10 ամիսների ընթացքում վայելել։ Ինչքան շատ շարժվեն, այնքան իրենց օգուտն է։ Նաև ծննդաբերությունից հետո շատ կանայք միանգամից սկսում են պահպանել խիստ դիետաներ, դա կարող է վնասել օրգանիզմը։ Եթե կինը կերակրում է կրծքով, բնականաբար, որովհետև երեխան պետք է ստանա բոլոր անհրաժեշտ վիտամինները, բոլոր անհրաժեշտ նյութերը իր առողջ զարգացման համար։ Եթե հղի կինը պահում է դիետաներ, բնականաբար ինքն էլ է հյուծվում եւ այդ թերսնուցումը կարող է բացասաբար ազդել եւ իր օրգանիզմի վրա եւ հետեւաբար պտղի վրա։ Խոսեցինք կրծքով կերակրելուց, կան դեպքեր, երբ որ հակացուցված է կրծքով կերակրում։ Դեպքեր կրծքով կերակրելու ընթացքում կարծում եմ չէ, որովհետև այո, կինը եթե բնությունը տվել է, ուրեմն ինքը պետք է կերակրի։ Եթե կերակրման ժամանակ հազվադեպ առաջանում են բարդություններ, կապված մաստիտներ, որոնք շատ վատ բաներ են, այդ ընթացքում միգուցե կարճ ժամանակահատվածում ինքը դադարեցնում է կինը կրծքով կերակրումը, հետագայում արդեն մաստիտը բուժելուց հետո շարունակում է կերակրել։ Իսկ եթե հղիության ընթացքում կինը հիվանդանում է կամ արդեն ծննդաբերելուց հետո հիվանդանում է, օգտագործում է դեղորայք, հղիության ընթացքում կարող է օգտագործել դեղորայք, օրինակ հակաբիոտիկներ, եւ արդեն որքանով դա կարող է ծննդաբերությունից հետո ազդել կրծքի կաթի վրա եւ այդ ընթացքում երեխան կարող է կաթ օգտագործել։ Հղիության ընթացքում անհրաժեշտ բարդություններ երբ որ առաջանում են, երբեմն անհրաժեշտություն է լինում բնականաբար բուժում նշանակելու։ Մենք բժիշկներս պետքա տեղեկություն ունենանք բոլոր այն դեղորայքների մասին, որոնք որ ցուցված են հղիության ընթացքում, այսինքն դա կլինի անտիբիոտիկ, դա կլինի, չգիտեմ, հակավիրուսային պրեպարատներ, դա կլինի սակավարյունության համար նախատեսված պրեպարատներ, այսինքն մենք գիտենք, որ այդ դեղորայքը ցուցված է այս ժամկետում տվյալ հղիի համար, եւ դեղորայքը ունի իր ժամանակահատվածը, այսինքն երբ որ ինքը մտնում է օրգանիզմ, բնականաբար դուրս է գալիս։ Հղիության ընթացքում երբ որ առաջանում են հիվանդությունները, բարդությունները եւ այլն, եւ մենք նշանակում ենք համապատասխան բուժում, դա ելնելով մենք մտածում ենք արդյոք դեղորայքը վնաս է պտղին կամ ծննդաբերությունից հետո նույն մեխանիզմն է գործում, այսինքն մենք արդեն գիտենք, որ եթե առաջացավ որևէ բարդություն, ուրեմն այս դեղորայքը ցուցված է այդ process-ի ժամանակ ու ինքը չի ազդելու կրծքի առողջության վրա կամ կրծքով կերակրման վրա։ Իսկ ընդհանրապես, չգիտեմ, դա ինդիվիդուալ հարց է, թե հղիությունից հետո որքան ժամանակ անցի կնոջ օրգանիզմը վերականգնվում։ Դա շատ ինդիվիդուալ է, ապրեք, որովհետև օրգանիզմը շատ շուտ է վերականգնվում, օրգանիզմը երկար ժամանակ է պահանջում դրա համար, հենց ամենաառաջինը դաշտանային ցիկլը, որ ծննդկաներ կան 1 ամիս, 2 ամիս հետո վերականգնվում է, ծննդկաներ կան, որ մինչև 1 տարի կամ տարի ու կես տևում է այդ process-ը։ Դա կապված է օրգանիզմի առանձնահատկություններից արդեն։ Նաև չմոռանանք խոսենք նորածինների մասին, խնամք կարևոր քայլերը նորածնային խնամքի որոնք են։ Նորածնիների խնամքը սկսվում է հենց ծննդատնից, այսինքն այդ ամբողջ պատասխանատվությունը իր վրա վերցնում է մանկաբույժը եւ մանկաբույժի քույրը բնականաբար։ Նորածինների խնամքը ամենաառաջնահերթ պայմաններից մեկն է, որովհետև նրանք դեռ փոքրիկ օրգանիզմներ արդեն պետք է արտաքին միջավայրում հարմարվեն, այդ իրենց հարմարվողական մեխանիզմները պետք է զարգանան, առաջանան, որպեսզի երեխան կարողանա մոր արգանդի պայմաններից արդեն արտաքին աշխարհին դիմանալ ամեն ինչին կապված խնամքի հետ երեխայի առաջինը լողացնելը, որը տեղի ունենում ծննդատանը, այո, առաջին իսկ օրվանից, հետագայում պորտիկի մշակումը կամ երեխայի
երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաները, այդ ամբողջ ինֆորմացիան մեր մանկաբույժները, հավատացեք, մեծ սիրով տրամադրում են մեր ծննդկաններին։ Իսկ կերակրելու ընթացքում երբ պետք է մայրը հասկանա, որ երեխան արդեն բավարար կշտացել է եւ այլևս քաղցած չէ։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետեւ մեր բալիկները արդեն հենց ծննդյան առաջին իսկ օրվանից թելադրում են, իրենք են թելադրում, իրենց հետ կատարվող այդ ամեն ինչը, իրանք սոված են, իրանք տակը չոր է թե թաց է, իրենց փորիկն է ցավում թե ոչ, իրենք արդեն թելադրում են։ Ու կինը պետք է առնվազն 1 ժամ երեխային պահի կրծքին, որպեսզի երեխան կարողանա քաշել եւ այդ ռեֆլեքսները, հա, երեխայի մոտ պետք է զարգանալ։ Կերակրման տևողությունը, կերակրման ժամանակահատվածը, ընդմիջումները, կերակրումից կերակրում, դա էլ է շատ ինդիվիդուալ։ Երեխաները իրենք են թելադրում եւ ծննդկանները, մայրիկները արդեն այդ ռեժիմին սովորելով կամաց ընկնում են հունի մեջ։ Երեխան եթե կերավ, փորիկը կուշտ եղավ, ինքը կքնի։ Իսկ եթե չէ, բնականաբար սկսում է լացել եւ հետեւաբար լացի տոյնայնությունից, ձայնից ելնելով արդեն մայրը հասկանում է երեխան կուշտ է թե ոչ։ Իսկ հավելյալ սնունդ որ ամսից արդեն կարելի է տալ երեխային։ Հավելյալ սնունդ կարելի է մոտ 5-6 ամսեկանից արդեն տալ բալիկներին, ներառում է իր մեջ վիտամիններով, հանքանյութերով հարուստ սնունդ, բնականաբար տան պայմաններում բանջարեղեններ, մրգեր, պյուրեներ, հյութեր, 6 ամսեկանից արդեն կարծում եմ երեխային կարելի է սովորեցնել, որտեղ օրգանիզմը պետքա սովորի դրան։ Երեխայի օրգանիզմը պատրաստ չի միանգամից ընդունելու այդ ամբողջական այդ ինֆորմացիա եւ այդ ամբողջական, այո, պետք է կամաց փորձել օրգանիզմին հարմարացնել դրան։ Իսկ նորածնի քունը նույնպես ինդիվիդուալ է, այսինքն որն է նորմալ, որպեսզի երեխան նորմալ կարող է քնել եւ հանգստանալ, քնի ռեժիմը, ինչպես դա էլ է շատ ինդիվիդուալ, այո, բալիկները իրենք են որոշում իրենց քնի ժամը, բալիկը քնում է 2 ժամ, 3 ժամ, բալիկներ կան 5 ժամ, էլի իրենք են այդ ամեն ինչը կարգավորում եւ մայրերն էլ արդեն ընկնելով այդ հունի մեջ հարմարվում են, արդեն գիտեն երեխայի քնի ժամը, ինչքան է քնում, ընդմիջումները, ինտերվալները երկու քների միջև, դա ժամանակի հարց է, հասկանում եք, միանգամից ասել, որ չէ, այս երեխան պետք է քնի 2 ժամ կամ 3 ժամ, չէ, կարող է այդ երեխան որոշում է ու քնում է ինքը 4 ժամ, երբ որ իր մոտ ամեն ինչ հանգիստ է, փորիկը կուշտ է, գազիկներ չկան, տակը չոր է, էլի իրենք են այդ ամեն ինչը, հա, լեզու չունեն բալիկները, բայց կարողանում են այո թելադրել այդ ամեն ինչը։ Շատ շնորհակալ ենք բժշկուհի ջան, հետաքրքիր եւ ինֆորմատիվ զրույցի համար։ Ես էլ եմ անչափ շնորհակալ հրավերքի համար, ուզում եմ, որ ցանկացած աղջիկ, ցանկացած կին զգա մայրության այդ բերկրանքը, դա նորից եմ կրկնում, Աստծո կողմից տված շնորհ է։ Փոքր տարիքի աղջիկները անգամ, երբ որ իրանք ծնվում են ու սկսում են իրենց կուկուներով հա խաղալ, արդեն զգում ես այդ մայրական բնազդ իրանց մոտ կա, այսինքն իրանք այդ փոքր տարիքից են արդեն պատկերացնում իրենց այդ վիճակում։ Ուզում եմ, որ մեր բոլոր աղջիկները զգան այդ մայրական բերկրանքը, օրհնված է դա։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ շատ հրավերքի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Աբովյանի ծննդատան մանկաբարձ գինեկոլոգ Լուսինե Հովսեփյանի հետ։ Իսկ այս պահին դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են արթնացել եւ միացել են մեզ։ Հիմա հաստատ վստահ եմ, որ շատերի սիրած մասն է հաղորդման, քանի որ ծանոթանալու ենք սկանդինավյան հեքիաթային բնապատկերների եւ հարուստ պատմությամբ մի երկրի հետ։ Խոսքը Շվեդիայի մասին է։ Այսօր մեր մոլորակը կանգ է առել Շվեդիայի վրա։ Հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք այս երկրի պատմության հետ։ Շվեդիա
Շվեդիան մի երկիր է, որտեղ բնությունն ու քաղաքակրթությունը քայլում են կողք կողքի։ Այստեղ անսահման կանաչ անտառները հանդիպում են լեռնային բարձունքներին, սառցե լճերը, ծովափնյա քաղաքներին, իսկ հյուսիսում մթության մեջ հյուսիսափայլն է։ Շվեդիայում կա ավելի քան 100,000 լիճ, որոնց ջրերը մաքուր են ու խորը, իսկական բնության հրաշքի նման։ Ամռանը այստեղ արեգակը գրեթե մայր չի մտնում, հատկապես հյուսիսային շրջաններում, որտեղ կարելի է վայելել կեսգիշերային արեգակը, իսկ ձմռան այս երկիրը վերածվում է սպիտակ հեքիաթի, դառնալով սառցե քանդակների, դահուկավազքի ու հյուսիսափայլի սիրահարների դրախտ։ Շվեդիան հայտնի է իր խորը արմատներով ու յուրահատուկ մշակույթով։ Մարդիկ այստեղ գնահատում են լագում սկզբունքը, որը նշանակում է ոչ շատ, ոչ քիչ, այլ հենց այն, ինչ պետք է։ Սա վերաբերվում է ամեն ինչին՝ աշխատանքին, սննդին, կյանքին։ Այստեղ մեծապես նշվում է Midsummer-ը, ամառային արևադարձի տոնը, երբ մարդիկ ծաղկեպսակներ են պատրաստում, պարում ու նշում են բնության զարթոնքը։ Գիտության և տեխնոլոգիաների առաջատար Շվեդիան աշխարհին տվել է բազմաթիվ գյուտեր ու հայտնագործություններ։ Նոբելյան մրցանակը ծնունդ է առել հենց այստեղ՝ ի պատիվ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի։ Բացի այդ, Շվեդիան առաջատար է տեխնոլոգիաների ու ինժեներական նորարարությունների մեջ։ Շվեդիայի մայրաքաղաքը Ստոկհոլմը կառուցված է 14 կղզիների վրա, իսկ քաղաքը բաժանող ջրերը այն դարձնում են հյուսիսի Վենետիկ։ Գոթենբուրգը նավահանգստային քաղաք է, որտեղ հին շվեդական ճարտարապետությունն ու ժամանակակից ինդուստրիան միաձուլվում են։ Շվեդիայում մարդիկ բարձր են գնահատում բնության հետ ներդաշնակությունը, աշխատանքն ու ընտանիքը։ Այստեղ զարգացած է էկոկյանքաձևը, հեծանվային մշակույթը, իսկ մարդիկ ձգտում են պահպանել հասարակական հավասարությունը։ Շվեդիան այն վայրն է, որտեղ հինը խնամքով պահպանվում է, իսկ նորը խելացիորեն զարգանում։ Սա մի երկիր է, որտեղ ավանդույթները չեն խանգարում առաջընթացին, իսկ բնությունը ներդաշնակ ապրում է տեխնոլոգիաների կողքին։ Շվեդիան հյուսիսային լույսերի, կանաչ անտառների ու նորարարության երկիր է։ Սիրելի հեռուստադիտողներ, գիտեք, որ Հիմալայները ոչ միայն ամենաբարձր լեռնային համակարգն է աշխարհում, այլև ամենաառեղծվածային ու հիասքանչ վայրերից մեկն է։ Հիմա առաջարկում եմ ծանոթանալ այս հրաշագեղ վայրի պատմության հետ։ Հիմալայները ոչ միայն ամենաբարձր լեռնային համակարգն է աշխարհում, այլև ամենաառեղծվածային ու հիասքանչ վայրերից մեկը։ Այստեղ երկնքին հասնող սառցապատ գագաթների, անծայրածիր ձորերի ու անտառների մեջ ժամանակը կարծես կանգ է առնում, իսկ բնությունը թելադրում է իր օրենքները։ Հսկայական ու վեհաշուք լեռները Հիմալայները ձգվում են 5 երկրների տարածքով՝ Նեպալ, Հնդկաստան, Բութան, Չինաստան և Պակիստան։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, 8848 մետր, որը գրավում է հազարավոր լեռնագնացների փորձելու իրենց ուժերը աշխարհի տանիքը նվաճելու մեջ։ Հիմալայների բնաշխարհը չափազանց բազմազան է, սառցադաշտերից մինչև խիտ անտառներ, բարձր լեռնային լճերից մինչև գետեր, որոնք սկիզբ են առնում հենց այս լեռներում։ Տարվա ընթացքում եղանակային պայմանները կտրուկ փոփոխվում են։ Ամռանը կանաչով պատված հովիտները ձմռանը վերածվում են ձյունածածկ վայրերի, որտեղ օդը մաքուր է, իսկ լռությունը աննկարագրելի խորությամբ։ Հիմալայները նաև բազմաթիվ կրոնների և մշակույթների ծննդավայր են։ Այստեղ են գտնվում հինավուրց բուդդիստական և հինդուիստական տաճարներ, որոնցից շատերը կառուցված են անմատչելի վայրերում։ Տիբետի վանականները, Նեպալի գունեղ շուկաները, Բութանի լեռնային տաճարները այս ամենը կազմում են Հիմալայների մշակութային բազմազանությունը։ Հիմալայները ոչ միայն լեռների շղթա է, այլ մի ամբողջ աշխարհ, որտեղ ամեն քար, ամեն գագաթ ու ձոր պատմություն ունի։ Սա մի վայր է, որտեղ բնությունը ցուցադրում է իր ամենաանսանց գեղեցկությունը և որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն լեռները նվաճելու, այլև իրենց ներսում նոր բարձունքներ գտնելու։
Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, իսկ հաղորդման այս հատվածը պատկանում է օգտակար խորհուրդներին։ Եվ այսօր խոսելու ենք միասին գետնանուշի մասին։ Գետնանուշը սննդարար եւ էներգիայով հարուստ ընդեղեն է։ Այն պարունակում է օմեգա 3 եւ օմեգա 6 ճարպաթթուներ, որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը, բարելավել արյան շրջանառությունը եւ պաշտպանել սիրտը։ Գետնանուշը պարունակում է նաեւ վիտամին E եւ այլ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ եւ կանխարգելել բջիջների վաղաժամ ծերացումը։ Բարձր քանակությամբ B խմբի վիտամինները, մագնեզիումը, ֆոլաթթուն կարևոր են ուղեղի աշխատանքը խթանելու եւ հիշողությունը բարելավելու համար։ Գետնանուշը պարունակում է նաև տրիպտոֆան, որը նպաստում է սերոտոնինի արտադրությանը, օգնելով հաղթահարել սթրեսը եւ դեպրեսիան։ Մեծ քանակությամբ բուսական սպիտակուցներ է պարունակում եւ ֆոսֆոր, որոնք անհրաժեշտ են մկանների եւ ոսկրերի ամրության համար, հատկապես մարզիկների եւ ակտիվ կենսակերպ վարող մարդկանց համար։ Չափավոր օգտագործման դեպքում գետնանուշի մեջ առկա ճարպերը եւ սպիտակուցները նպաստում են արագ հագեցվածությանը, ինչի շնորհիվ այն կարող է օգնել քաշի վերահսկմանը։ Գետնանուշը ամենաուժեղ ալերգեններից մեկն է։ Այն կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն, խոցեր, քոր, շնչառական խնդիրներ եւ նույնիսկ անաֆիլակտիկ շոկ։ Չափից շատ օգտագործման դեպքում նաեւ կարող է առաջացնել քաշի ավելացում։ Եթե գետնանուշը պահվում է սխալ պայմաններում, կարող են զարգանալ իր մեջ թունավոր նյութեր, որոնք կարող են վնասել լյարդը եւ բարձրացնել օնկոգինեկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ալերգիա ունեցող մարդիկ պետք է այն օգտագործեն չափավոր քանակությամբ եւ իսկ շաքարակ ունեցող մարդիկ, չնայած ցածր գլիկեմիկ ինդեքսին, գետնանուշի բարձր կալորիականությունը կարող է ազդել արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ավելացման վրա, եւ այդ պատճառով շաքարային դիաբետ ունեցող մարդիկ նույնպես պետք է այն զգուշությամբ օգտագործեն։ Իսկ մարսողական խնդիրներ ունեցող մարդիկ գետնանուշի կեղևը դժվարամարս է եւ կարող է գրգռել աղիները։ Լյարդի եւ երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ բարձր ճարպայնության պատճառով գետնանուշը կարող է ծանրաբեռնել լյարդը։ Գիրության խնդիր ունեցող մարդկանց մոտ կարող է այն պետք է օգտագործեն չափավոր քանակությամբ, քանի որ պարունակում է բարձր կալորիականություն եւ խորհուրդ է տրվում օգտագործել չափավոր։ Եթե ունեք այս խնդիրները, նաեւ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, նոր օգտագործել։ Իսկ հիմա հաղորդման վերջում առաջարկում եմ միասին անդրադառնանք մի տաճարի հետ, որը գտնվում է Լոռու մարզում, Օձուն համայնքում եւ հենց Օձունի տաճարի մասին է խոսքս։ Առաջարկում եմ միասին ծանոթանանք այս եկեղեցու պատմության հետ։ Օձունի տաճարը գտնվում է Լոռու մարզում Համանուն գյուղում։ Տեղակայված է գյուղի կենտրոնում, լինելով գլխավոր խորհրդանիշն ու հուշարձանը։ Հայտնի է նաև որպես Օձունի եկեղեցի Սուրբ Աստվածածի, Սուրբ Նշան, Սուրբ Հովանես, Խաչկոնդ կամ Խաչկունդ անուններով։ Օձուն անվան հետ կապված կա երկու հիմնական բացատրություն։ Մեկը կապված է լեզվաբանական փոփոխությունների, մյուսը կենդանիների պաշտամունքի հետ։ Կա կարծիք, որ Օձուն բառը օծել բառի փոփոխված տարբերակն է, եւ որ վանքն իր անունը ստացել է հենց օծել իմաստով։ Ըստ ավանդույթի, Թովմաս Առաքյալը գալով Օձուն, օծել է բազմաթիվ հոգևորականների եւ գյուղն ու եկեղեցին սկսել են այդպես կոչել։ Սակայն մյուս վարկածի համաձայն Օձուն բառը կապված է հեթանոսական ժամանակներից պահպանված կենդանիների պաշտամունքի հետ։ Գուցե առաջին հայացքից կարող է թվալ, որ հայկական եկեղեցին հնարավոր չէր կոչել հեթանոսական պաշտամունքի պատվին, սակայն չպետք է մոռանալ, որ եկեղեցին այդպես են անվանել գյուղի անունով, իսկ ահա գյուղի բնակավայրի դեպքում նման դեպքերը շատ են հանդիպում։ Մասնավորապես Օձի, Վիշապի պաշտամունքը շատ տարածված է եղել Հայաստանում, եւ կան բազմաթիվ բնակավայրեր, որոնք կոչվել են այդ պաշտամունքի պատվին՝ Օձասար, Օձտեղ գյուղ, Օձ քաղաք։ Ինչ վերաբերվում է վանական Համալիրի կամ Խաչկոնդ կամ Խաչկունդ անվանումներին, ապա դա կապված է Համալիրի տարածքում 13-րդ դարում թաղված քահանաներից մեկի հետ։ 1261 թվականին Խաչկունդ անունով մի քահանա է ապրել Օձուն վանական Համալիրում եւ այնտեղ մի խաչքար է կանգնեցրել, այդպիսով հիշատակվելով պատմության մեջ։ Բացի այդ, քահանա Խաչկունդը թաղվել է վանական Համալիրում 1291 թվականին, իսկ նրա պատվին Օձուն Համալիրում կանգնեցրել են քանդակազարդ խաչքար։ Ի դեպ, Խաչկունդ անունը շատ տարածված է եղել 13-րդ դարում եւ խորհրդանշում է հաղթանակ։ Ավանդույթներից զատ պատմական վկայությունները սկսվում են 4-րդ դարից, ըստ որի ներկայիս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում Տրդատ արքայի եւ Գրիգոր Լուսավորչի կառուցած եկեղեցու հիման վրա։
4-րդ դարում կառուցված եկեղեցին եղել է միանավ բազիլիկ եկեղեցի, որը 5-րդ դարում վերակառուցվել է եռանավ բազիլիկ եկեղեցու եւ ունեցել է կղմիդե ծածկասալեր։ Արդեն 6-րդ դարում եկեղեցին համալրվել է գմբեթով, գմբեթակիր սյուներով եւ կամարակապերով։ 8-րդ դարում արդեն Հովհան Օդնեցու նախաձեռնությամբ ծածկասալերը վերակառուցվում են քարից։ Արտաքին սրահի շնորհիվ եկեղեցին ստանում է առավել մեծ եւ շքեղ տեսք, 3 կողմերից եզրվելով աղոթասարի հետ, որը կրկնակի կամարներով բաժանվում է 3 նավերի։ Ինչ վերաբերվում է եկեղեցու հարդարանքին ու զարդաքանդակներին, դրանք մեծապես բնորոշ են վաղ քրիստոնեական ոճին եւ հորինվածքին։ Սիրելիներս, այսօրվա առավոտյան ծրագրի համար նախատեսել էինք այսքանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ սիրելի կանայք եւ աղջիկներ ձեր ապրիլի 7-ի կապակցությամբ եւ մաղթում եմ, որ տոնը շարունակվի ձեր ընտանիքներում եւ սրտերում, այն դարձնելով ձեր օրը մի փոքր ավելի լուսավոր։ Եվս մեկ անգամ շնորհավոր Մայրության եւ Գեղեցկության տոնը։ Իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։